Թեև վերջերս կառավարությունում սկսեցին շատ խոսել տեղական արտադրողին աջակցելու մասին, այնուամենայնիվ կոնկրետ գյումրեցի գործարարները դա դեռ չեն զգացել։ Վերջիններս իրենց անտեսված են զգում։ Հիշեցնեմ, որ կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագրով Շիրակի մարզի եւ ոչ մի գործարար առաջարկ այդպես էլ ծրագիր չընդգրկվեց ու չֆինանսավորվեց։ Հանդիպմանը ներկա գործարարները մեկ առ մեկ ներկայացրին այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են արտադրություն կազմակերպելու եւ նոր աշխատատեղեր բացելու հարցում։ Օրինակ, Քարհատ մեքենաընկերության տնօրենի տեղակալ Դավիթ Ղազանչյանը դժգոհեց, որ նույն արտադրանքը, որը հնարավոր է տեղում արտադրել, դրսից է ներկրվում։ Ես խնդրում եմ հարցերից մեկը նայեմ, որ մենք եւ կառավարությունը այդ դեր մուծելը դրսից Չինաստանից թե Գերմանիայից մուծել այն բարագայում, երբ որ ես այդ արտադրանքը չեմ կարող արտադրել։ Վարչապետը գնաց Չինաստան պայմանագիր կնքեց, որ քարի մշակման մեքենաներն են մուծել։ Կանավ է չի։ Գուլպան Ասկեղյանի Արշալույս ընկերության գլխավոր ինժեներ Սուսաննա Աստոյանն էլ ներկայացրեց մի խնդիր, որը կապված է մրցույթների հետ։ Դրանք հաճախ շահում են ոչ թե բուն արտադրողները, այլ միջնորդները։ Մենք պաշտպանության նախարարության մրցույթը շահում ենք, բայց այս վերջերս տարբեր մարդիկ իրենք արտադրող չեն, բայց իրենք են շահում, չգիտեմ ինչպես է լինում, որ իրենք են շահում, հետո գալիս հարցնում են, թե դուք արտադրեք տվեք, մենք հանձնենք։ Պաշտպանության նախարարությունը մարդիկ են շահում, որոնք արտադրող չեն։ Միջնորդ մարդիկ, որը Գիտեցել են, տարբեր դեպքերում էլ ասվել է։ Տեղական բոլորը տեղական։ Հաջատեղյակի իրանց մարդիկ չեն։ Բնականաբար այդ մարդիկ պատահական մարդիկ չեն, որ արտադրող չեն, բայց շահում են, որովհետև կան նախապայմաններ, որ ինձ առաջինը պետք է տեղական արտադրող լինի, առաջին նախապայմանը տեղական արտադրող լինի։ Պետությունից պահանջենք նախ Հայաստանում բավարար եւ հավասար պայման ստեղծեն գյումրեցիների եւ Երևանի արտադրողների մեջ։ Այսօր հասարակ մի հասետ, եթե կստանաս փոստային ծառայություններով, ինչ-որ մեկով, ամեն ինչը կենտրոնացված է Երևան, իսկ պաշտոնավոր մարդիկ հայտարարում են, թե մարզերը զարգացնենք, ես չեմ հասկանում, մարզը ինչ է կզարգացնեն, երբ որ ամեն ինչը կենտրոնացված է Երևան։ 22 տարի անցել է եւ մի ներդրող Գյումրիում ներդրում չի արել։ Եվ ինչ է ստացվում։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը, որ պետք է իր երկրորդ արդյունաբերությունն ունենա, ցավոք սերտի այսօր 10-րդ հարգատուների շարքին է դասվում։ Գյուղեր կան, որ ավելի շատ ուրեմն աշխատատեղ ունեն, քան թե ուրեմն այս հսկայական երկրորդ քաղաքը։ Այստեղ մենք պետք է անպայման մեր սա լուրջ խնդիր է, որ պետք է կառավարությունը սրա վերաբերյալ լուրջ ուշադրություն դարձնի։ Վարդան Ղուկասյանը հեռու չգնալով Ճապոնիայի օրինակը բերեց։ Որտեղ որ ցունամի եղավ, ուրեմն այդտեղի ամբողջ տարածքը դարձրեց ազատ տնտեսական գոտի, հարկերը ամբողջությամբ կրճատեց, բացի դրանից 20% էլ ավելացրեց մայրաքաղաքի հարկերը 20%-ով, որ կա այդ հարկերը աղետի գոտուն, որպեսզի վերականգնեն։ Նույնը պիտի կիրառվի նաև Գյումրու նկատմամբ համոզված է Վարդան Ղուկասյանը։ Այս դեպքում է հնարավոր միայն ներդրումներ ապահովել։